մոտիկությունից միկրոֆոնը։ Ասեք նոր դուք ներկայացրեցիք, որ Սահմանադրական դատարանի դատավորին տեղակալներին 46 միլիոն դրամ հավելավճարներ են տալու։ Մի քիչ կբացեք ինչի մասին է խոսքը։ Խոսքը օրենքով սահմանվող վարձատրության միջոցների, մասնավորապես այս դեպքում հավելման մասին է, այսինքն փոփոխվելու է, կարող եմ փաստացի ասել, ոչ թե դրույքաչափը, ինչու չենք փոփոխում դրույքաչափը, միանգամից որպես պատասխան ներկայացնեմ, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտը ամբողջությամբ փոփոխության կարիք ունի եւ դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության, ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։ Այսինքն հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում։ Մինչև այդ օրենքի ընդունումը կարող ենք համարել որպես միջանկյալ լուծում։ Տիկին Գալյան, ասենք ՍԴ նախագահը մինչև հիմա ինչքան գումար է ստացել, ինչքան Ես անկեղծ թվական տվյալներ չեմ ճշտի, բայց կարող եք հարցում անել, հարցմանի պատասխան կպատասխանեմ։ Յուրաքանչյուրի աշխատավարձը ինչքան է ավելանալու, այդպես կարող եք ասել։ Այդպես էլ չեմ կարող ասել, որովհետև տարբեր դատավորներ տարբեր ստաժ ունեն, այսինքն մեկը մի քանի տարի, 3 տարի է ենթադրենք պաշտոնավարում, միջինը կրկին չեմ կարող ասել, ըստ տարիների գուցե 2-300 հազար, գուցե 400 հազարի չափով, բայց ըստ տարիների։